Արհեստական բանականության հեղափոխությունն արմատապես փոխեց խաղի կանոնները IT ոլորտում։ Եթե ընդամենը 2 տարի առաջ կարող էր սովորել միայն HTML, CSS ու React կամ միայն C++ ու հեշտությամբ գտնել քո տեղը շուկայում, ապա այսօր դա այլևս բավարար չէ։ AI գործիքներն արդեն կարողանում են վայրկյանների ընթացքում գրել բազային կոդ կամ ստեղծել պարզ ինտերֆեյսներ։ Շուկան այլևս չի փնտրում նեղ մասնագիտացված շարքային ծրագրավորողների։ Շուկան փնտրում է ինժեներների, ովքեր հասկանում են համակարգն ամբողջությամբ։ Ամենացածր մակարդակից մինչև ժամանակակից վեբ եւ AI ճարտարապետություն։ Հենց դրա համար Academy One-ում մենք ստեղծեցինք նոր AI Application Development ծրագիրը։ Սա այն եզակի կուրսն է, որտեղ ընդամենը 1 ծրագրի շրջանակներում դուք կսովորեք վեբ, դեսքթոփ եւ մոբայլ ծրագրավորում։ Նպատակը մեկն է՝ տալ ձեզ այնպիսի գիտելիք ու գործիքակազմ, որով դուք շատ հեշտությամբ կսկսեք ձեր կարիերան եւ լիովին պատրաստ կլինեք շուկայի ցանկացած AI մարտահրավերների։ Ավելին, քանի որ դուք կտիրապետեք պրոդուկտ ստեղծելու բոլոր էտապներին, վեբից մինչև մոբայլ, ինչու ոչ, կկարողանաք միայնակ հիմնել ձեր սեփական ստարտափը։ Եկեք մանրամասն անցնենք այս 60 շաբաթների ճանապարհով ու հասկանանք, թե կոնկրետ ինչ ենք սովորելու։ Փուլ 1. Ամենից սկսում է հիմքից։ Առաջին 3 ամիսների ընթացքում մենք խորանում ենք Computer Science-ի ամենախորքերը։ Մենք չենք սկսում միանգամից գունավոր կոճակներ նկարելուց։ Դուք պետք է հասկանաք, ինչպես է իրականում աշխատում պրոցեսորը, հիշողությունը եւ օպերացիոն համակարգերը։ Մենք ուսումնասիրենք Linux-ի օպերացիոն համակարգի ինտերիերը, CPU ճարտարապետությունը։ Կաշխատենք assembly լեզվով կոդը դեկոմպիլյացիա անելու համար եւ իհարկե կգրենք C լեզվով։ Դուք կսովորեք աշխատել հիշողության հետ, կհասկանաք ինչ են POSIX multithreading-ը եւ համակարգչային կանչերը։ Այս փուլի ավարտին դուք կգրեք բարձր արագության Custom C Network Engine եւ իհարկե հենց առաջին փուլից սկսում ենք աշխատել AI ագենտների հետ, օգտագործելով դրանք բագեր գտնելու եւ GDB memory leak-երը audit անելու համար։ Փուլ 2. Տվյալների կառուցվածքներ եւ ալգորիթմներ։ 4-ից 6-րդ ամիսներին մենք անցնելու ենք Modern C++-ի։ Սա աշխարհի ամենահզոր գործիքներից մեկն է, որով գրվում են բրաուզերները, խաղային շարժիչները։ Մենք կուսումնասիրենք Object-Oriented ճարտարապետություն, Smart Pointer-ներ եւ հիշողության անվտանգ կառավարում, առանց հիշողության արտահոսքերի։ Այս փուլում մենք խորությամբ անցնում ենք տվյալների կառուցվածքներ եւ ալգորիթմներ, ոչ թե պարզապես հարցազրույցների համար, այլ որպեսզի հասկանանք գրաֆների, ծառերի ու hash table-ների տակ թաքնված մաթեմատիկական եւ հաշվարկային բարդությունը։ Որպես պրոյեկտ դուք կստեղծեք Concurrent Thread Safe Engine։ Իսկ AI-ը կօգտագործենք բարդ C++ template-ների սխալները վերլուծելու եւ մեր multi-threaded կոդում race condition-ներ հայտնաբերելու համար։ 7-րդ ամսից մենք ծրագրային ապահովումից տեղափոխվում ենք ցանցային բաշխված համակարգեր։ Մենք սկսում ենք V8 շարժիչի ներքին աշխատանքից, event loop-ից, ապա անցնում ժամանակակից JavaScript-ին ու TypeScript-ին։ Դուք կսովորեք կառուցել միկրոսերվիս ճարտարապետություն, Node.js, Express եւ Fastify տեխնոլոգիաներով։ Կսովորեք նախագծել անվտանգ RESTful API-ներ, աշխատել SQL եւ NoSQL տվյալների բազաների հետ։ Բայց ամենագլխավորը, այստեղ մենք կառուցելու ենք ձեր առաջին լուրջ AI համակարգերը։ Մենք կսովորենք ինչ են վեկտոր տվյալների բազաները եւ ինչպես ստեղծել RAG համակարգ։ Այսինքն դուք կկարողանաք միացնել large language model-ները ձեր սեփական դատաբազաներին, ստանալով ճշգրիտ context aware պատասխաններ ու աշխատող AI պրոդուկտներ։ 10-րդ ամսից սկսած մենք կառուցում ենք մեր համակարգերի տեսանելի մասը, front-end-ը։ Բայց նորից, շեշտը ոչ թե պարզապես HTML գրելու վրա է, այլ բրաուզերի ռենդերինգի տակ ընկած ինժեներիայի։ Մենք կաշխատենք React-ի եւ Next.js-ի հետ։ Կսովորենք server-side rendering, client-side հարցումներ եւ global state management։ Քանի որ մենք լայնորեն կիրառելու ենք այնպիսի գործիքներ, ինչպիսին են կուրսորը եւ Claude Code-ը, վիզուալ կոդը վայրկյանների ընթացքում գեներացնելու համար, մեր հիմնական ֆոկուսը լինելու է ճարտարապետությունը, անվտանգությունը եւ ավտոմատացված E2E թեստավորումը Playwright-ով։ Դուք կստեղծեք Real Enterprise մակարդակի վեբ հավելված, որը պատրաստ կլինի սպասարկել մեծ քանակի օգտատերերի, ապահովելով բարձր Core Web Vitals ցուցանիշներ։ Վերջին 5-րդ փուլում մենք կոդը տեղափոխում ենք բոլոր հնարավոր սարքերի վրա։
Մենք կօգտագործենք React Native, ստեղծելու iOS եւ Android հավելվածներ, որոնք ունենան push ծանուցումներ եւ offline first տրամաբանություն։ Իսկ desktop հավելվածների համար մենք կվերադառնանք մեր C++ հիմքերին, օգտագործելով C++ Qt framework։ Ինչպես նաեւ կծանոթանանք Electron-ին։ Ամենավերջում ձեզ սպասում է Capstone նախագիծը։ Դուք միայնակ նախագծելու եւ 0-ից կառուցելու եք ամբողջական էկո համակարգը, web հարթակ, mobile app, desktop ծրագիր, microservice backend եւ վերջում այս ամենը միացնելու ենք ձեր իսկ գրած AI RAG engine-ին։ Եվ այս ամենը դուք պաշտպանելու եք փորձագետների հանձնաժողովի առջև։ 15 ամիս, 60 շաբաթ, 480 դասաժամ։ Սա հեշտ ճանապարհ չէ, սա խիստ ակադեմիական ու ինժեներական մոտեցում պահանջող ծրագիր է, բայց արդյունքում դուք շուկա եք մտնում ոչ թե որպես եւս մեկ շարքային ջունիոր, այլ որպես հզոր AI ինժեներ, ով կարող է ղեկավարել նախագծի բոլոր ասպեկտները, backend-ից ու C++-ից մինչև mobile եւ AI ինտեգրացիա։ Սա այն գիտելիքների բազան է, որ թույլ կտա ձեզ ոչ միայն գտնել աշխատանք, այլև հենց վաղը ստեղծել ձեր սեփական IT ստարտափը։ Եթե պատրաստ եք ընդունել այս մարտահրավերը եւ սովորել իրական ինժեներիա, միացեք Academy One-ին։ Ծրագրի մանրամասների եւ գրանցման համար կարող եք այցելել մեր կայք pixartacademy.am